Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը իր առաջին ասուլիսի ընթացքում անդրադարձել է քաղաքական առաջնորդությանը, հայտարարելով, որ հաջողությունը թե բիզնեսում, թե քաղաքականությունում կախված է առաջնորդի կարողություններից։ Թե հաջողակ բիզնեսմեն լինելը, թե հաջողակ քաղաքական գործիչ լինելը, դա առաջնորդության մասին է խոսքը։ Չկա ուրիշ գիտություն։ Եթե դու լավ առաջնորդ ես, թե բիզնեսում, թե քաղաքականության մեջ, թե պետությունն ես ղեկավարում ճիշտ, դուք դրանում չկասկածեք։ Նրա խոսքով, եթե իրենց քաղաքական ուժին հաջողվել է ընդամենը 6 ամսվա ընթացքում դառնալ գլխավոր ընդդիմադիր դաշինքը եւ առաջատար քաղաքական ուժերից մեկը, ապա նույն տեմպով հնարավոր է զարգացնել նաեւ Հայաստանի տնտեսությունը եւ երկրում հաստատել կայուն ու արժանապատիվ խաղաղություն։ Անդրադառնալով նախկին եւ ներկա իշխանությունների նկատմամբ հասարակության ունեցած անարդարության զգացմանը, Կարապետյանը նշել է, որ իր ղեկավարած իշխանությունը գործելու է բացառապես օրինականության շրջանակում։ Նա շեշտել է, որ չեն կրկնելու ներկայիս իշխանությունների սխալները եւ բոլոր հարցերում առաջնորդվելու են օրենքով ու արդարադատությամբ։ Եվ ասում եմ, որ մենք գործելու ենք, չէ, դուք ասեք, ես ասում եմ վարչապետը։ Եվ ասում եմ, մենք գործելու ենք օրինականության դաշտում։ Չենք անելու նույն սխալները, ինչ արեց ներկա իշխանությունը, բոլոր հարցերում։ Ինքը դրանով տապալվեց, ձախողվեց։ Դրա համար մենք ամեն ինչին շատ լուրջ ենք վերաբերվելու։ Մեկ-երկու մարդկանց կարծիքի հետևից չենք ընկնելու։ Գոյություն ունի Հայաստանում օրենք, եթե չկա էլ կլինի օրենք, կլինի արտարություն, արտարադատություն։ Իրենք կորոշեն մարդկանց մեղքերը եւ այդ մեղքերով կամ դատապարտվեն, կամ դառնան ազգային հերոսներ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկայացրել է զբոսաշրջության զարգացման իր ծրագիրը, հայտարարելով, որ առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսում են $1 միլիարդ ներդրում զբոսաշրջության ոլորտում։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով նպատակը ոչ միայն զբոսաշրջիկների թվի ավելացումն է, այլ նաև մարզերի տնտեսական ակտիվացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը։ Մեր առաջարկն է լինելու այս $1 միլիարդ ներդրումը 500 միլիոնը մարզերում ստեղծել տուրիստական հաբեր, որոնք կձգեն մարդկանց եւ հնարավորություն կտան, որ մարդիկ այնտեղ բնակվեն, որոշ ժամանակ անցկացնեն այնտեղ։ Երկրորդը 500 միլիոնը ներդրում կլինի Երևան քաղաքում, որը մեր մայրաքաղաքը կհանի ուրիշ մակարդակի, դրանից կօգտվեն։ Օդանավակայանը բոլոր տաքսիստները կունենան շատ մեծ հոսք, տուրիստական ներհոսք, սրճարանների աշխատակիցները, ռեստորանների աշխատակիցները, հյուրանոցի աշխատակիցները մոտարապես 5 տարվա ընթացքում պլանավորվում է մեծացնել տուրիստական հոսքերի թիվը հասցնել 5.5 միլիոնի, այսինքն կրկնապատկել տուրիստական հոսքերը, բայց այս պարագայում հյուրանոցային туриզմի վրա շեշտ դնելով եւ ոչ թե այն մարդկանց, ովքեր ուղակի տարանցիկ Հայաստանով են գալիս գնում, գրանցել որպես турист։ Կուսակցությունը հայտարարել է նաեւ, որ ծրագրի իրականացման դեպքում 5 տարվա ընթացքում զբոսաշրջային հոսքերը կարող են հասնել 5-ից մինչեւ 5.5 միլիոնի։ Մեծ հնարավորություն կտան նոր աշխատատեղերի ստեղծման, աղքատության հաղթահարման համար։ Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ է ձերբակալվել, հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել ԱԵ-ի եւ ԴԱ-ի նկատմամբ Վեդիում անչափահաս քույրերի հանդեպ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։ Արտառոց դեպքի մասին փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրն էր ներքին գործերի նախարարության ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում ներկայացրել։ Ցուցմունքում նշել էր, որ օգտվելով իր դստեր անօգնական վիճակից փետրվարի 8-ին ՎԵ-ն կատարել է անառակաբարո արարք։ Նշենք, որ անչափահասը տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ։ Իրավապահներին հազանգել են նաև դպրոցի տնօրենն ու մանկավարժները, նկատելով երեխաներին մեքենա նստեցնելու կասկածելի փորձեր։ Թեև անչափահասը հրաժարվել էր դատաբժշկական փորձաքննությունից եւ նախաքննության ընթացքում տվել հակասական ցուցմունքներ, ըստ նրա վերջին ցուցմունքի հանրապետությունը ցնցած դեպքը ունի շուրջ 1 տարվա վաղեմություն։
Վարորդական իրավունքից զրկված 19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, 2 ամիս ժամկետով հայտնել են քննչական կոմիտեից։ 3 մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում էր հարուցել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Օրերս համացանցում տարածվել էր երիտասարդի խուլիգանական արարքի տեսանյութը, որը նկարահանել էր իր կողքի նստած ընկերը։ Նա փորձում էր իբրև թե նվաստացնել իր հետ մրցակցության մեջ մտած Նիսանի վարորդին։ Ավելի ուշ մեկ այլ տեսանյութ էր տարածել, որտեղ հեռուստացույցով դիտում էր վթարի մասին պատմող ռեպորտաժն ու զվարճանում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։ This is very simple. Iran cannot have. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենքի գաղափարից։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ընթացող բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ նրանք համաձայնել են դրան, ի թիվս այլ բաների, հայտարարել է Թրամփը առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու հաղորդված փոխըմբռնման շրջանակի կամ այն մասին, թե ով է իրեն ասել այս ամենը։ Միևնույն ժամանակ Իրանում շարունակում են վերահաստատել իրենց դիրքորոշումը եւ նշել, որ պահանջելու են ԱՄՆ-ից հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սպիտակ տան ղեկավարի ինքնաբուխ հայտարարություններին պաշտոնական Թեհրանը դեռ չի արձագանքել։ ԱՄՆ դատարանը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ ինքնասպանության մասին նամակը, հրապարակել է Bloomberg-ը։ Նամակում Էփշտեյնը նշել է. «Նրանք ինձ մեկ ամիս հետաքննեցին, ոչինչ չգտան։ Այդ պատճառով 15 տարվա վաղեմության մեղադրանքներ առաջադրվեցին։ Լավ է, երբ կարող ես ինքդ ընտրել, երբ հրաժեշտ տալ։ Ինչ էիք ուզում, նստեի լացեի։ Իմաստ չունի, չարժե», ասվում է նամակի մեջ։ Էփշտեյնի նախկին խցակցի խոսքով նա այն գտել է գրքում թաքցված։ 4 мая 26 года Министерство обороны Российской Федерации опубликовало официальный... Ռուսաստանի արտգործնախարարությունը դիվանագիտական առաքելություններին նախազգուշացրել է հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից, զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին։ Ուկրաինայից առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։ Максимальной ответственностью отнестись к данному заявлению. Ուկրաինական անօթաչու թռչող սարքերը թիրախավորել են Պերմ քաղաքը, հարվածներ են հասվել ռազմավարական օբյեկտներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Կրկնակի հարվածի է ենթարկվել Պերմ նավթատարի կառավարման կայանը։ Քաղաքի բնակելի թաղամասերում եւս իրավիճակը լարվել է։ Մոտակա դպրոցների աշակերտներին շտապ տարհանել են նկուղային ապասարաններ։ Լսվել են պայթյունների ձայներ, քաղաքի տարբեր հատվածներում հրդեհ է բռնկվել։ Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի տարածքում ռուսական ծագում ունեցող անօթաչու թռչող սարք է ընկել։ Լատվիական կողմի պնդմամբ մի քանի անօթաչուներ Ռուսաստանի սահմանից ներխուժել են երկրի օդային տարածք։ Ըստ փորձագետների, դրանք եղել են ուկրաինական զինուժի FP-1 տիպի ԱԹՍ-ներ։ Ռուսաստանը չի աջակցել Ուկրաինայի լիակատար հրադադարի վերաբերյալ առաջարկին, նույնն էլ կանենք մենք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեր առաջարկին արձագանքել է միայն նոր հարվածներով, նոր հարձակումներով։ Ռուսաստանը չի դադարեցրել իր ռազմական գործողությունները, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով Ռուսաստանի հաղթանակի օրվա շքերթը այժմ կախված է Ուկրաինայի որոշումներից։ Նրանք կռվել են այնքան, որ նույնիսկ գլխավոր շքերթն այժմ կախված է մեզնից, եւ սա հստակ ազդանշան է։ Մենք պետք է այն ավարտենք, հավելել է նա։ Զելենսկիի խոսքով Ուկրաինան ձգտում է արժանապատվորեն ավարտել այս պատերազմը եւ պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։ Великой победы! Ура!